Զրուցում ենք իրանագետ, արևելագետ Էմմա Բեգիջանյանի հետ։ Տիկին Բեգիջանյան, կխնդրեմ նկարագրեք, թե այս պահին ինչ իրավիճակ ունենք Իրանում եւ զարգացումները դեպի ուր են տանում այս պահին։ Այսպես ասենք, ԱՄՆ-ի արդեն ներքաշվելով պատերազմին, իրավիճակը փոխվել է, չնայած Իսրայել-Իրան փոխհարցակությունները շարունակվում են, այսինքն Իրանը հրապուրվում է Իսրայելի քաղաքները, զինվորական եւ այլ օբյեկտներ, իսկ Իսրայելը այսօր միայն այսօր 6 օդանավակայանի է հարվածել, փաստորեն Ամերիկան իր խնդիրը, ինչպես նախագահ Թրամփը ասաց, իր խնդիրը լուծել է Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելը, եթե նպատակը այս պատերազմի դա էր, ուրեմն պետք է որ արդեն Իսրայելը այլևս չհարվածեր Իրանի ենթակառուցվածքներին, բայց դա շարունակում է, բնականաբար Իրանը հայտարարել է, որ պատասխան է տալու, պատասխանը կարող է շատ տարբեր լինել, Ամերիկայի մոտավորապես 20 բացակա, ռազմական Իրանի հրթիռների թիրախում կարող է դրանց հարվածել, կարող է Հորմուզի նեղուցը փակել, որտեղից աշխարհի նավթի պահանջարկի 20%-ն է ապահովում, գուցե եւ որպեսզի ավելի Ամերիկայի ներքաշումը խորը չլինի, Իրանը որոշ այսպես մտածված քայլերի գնա, ուղղակի չհարվածել Իրանի Ամերիկայի բազաների այլ բրոքսի ուժերի միջոցով, այսպես ասենք, դա է հնարավոր կոնկրետ դեպքում հուսիների, որտեղ մյուսները այլևս ուժ չունեն եկել Իրաքում Իրաքի ուժերը Իրանամետ։ Դա կարող է նաև օգտագործել։ Տիկին Բեգիջանյան, այս շարունակվող պատերազմը ինչ ազդեցություն է ունենում Հայաստանի վրա, ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև տնտեսական, սոցիալական։ Այսպես, նախ տնտեսապես բացասական ազդեցություն ունենալու, որովհետև Իրանի տարածքով Պարսից ծոցից Իրանը, Հայաստանը ապրանքներ է ներմուծում, բացի դա Իրանից է բավականին վերջին տարիներին այդ ներմուծումների քանակը զգալիորեն ավելացել է, ուրեմն դրանք են սահմանափակվելու, մյուս կողմից համատեղ ներդրումային էցիսի ծրագրեր կար, թեկուզ հենց ասենք ագարակ կաֆան թունելի շինարարությունը եւ այլն։ Իսկ սոցիալական առումով, որովհետև արդեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ այստեղ Հայաստանում շատ տանտերեր իրենց վարձակալներին տնից հանում են, որպեսզի իրանցիներին այստեղ փորձեն տանիք տալ։ Եթե Ռուսաստանից, Ուկրաինայից եկածները ավելի շատ այսպես մի պահ այդպիսի բուն եղավ, որ Ռուսաստանից հիմնականում Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել ավելի բարձր աշխատավարձ ունեցող IT ոլորտի մասնակիցները, կարելի ասել, եւ Ուկրաինայի հարցում, բայց իրանցիները գալու են սովորական ավելի քիչ եկամուտ ունեցող մարդիկ։ Այդ դեպքում այդ
հանելը անիմաստ է, որովհետև իրանցիներն էլ հազիվ թե դրանից ավել կարողանան այդպես վարձան համաբնակարանի համար։ Չեմ ասում այդպես, գուցե եւ կլիներ նաեւ, բայց դրանք մեծ մաս չեն կազմի, իսկ Ռուսաստանի դեպքում մեծ մասը հենց այդ բարձր աշխատավարձ, ես օրինակ գիտեմ, որ մի ննջասենյակ, մի սենյակ 1500 էին տվել երկրորդ մասիվում կոչների, բայց այդպիսի բան չի լինի, այսինքն խորշակները, տանտերերը ցող չբացեն ու հայերին դուրս չանեն իրանց տներից։